Վիրասրահում ընդհանուր եւ լապարասկոպիկ վիրաբույժներն են ստամոքսի ծավալի փոքրացման վիրահատություն են անում։ Բաժանմունքի ղեկավար Գրիգոր Պապոյանը բուժառուի համար ընտրել է վիրահատական տեխնիկայի նորագույն մեթոդներից մեկը՝ վիրահատություն առանց հետքերի, կտրվածքների ու կարի։ Բավականին հազվադեպ է կատարվում մեկ դոստուփով, տեխնիկապես շատ անգամ ավելի բարդ է։ Այսօր մենք կատարեցինք այդ վիրահատությունը, մեր մոտ հաջողվեց, կարող եմ ասել, Եվ հույս ունենք, որ հետագա հետվիրահատական շրջանը նույն հաջողությամբ կընթանա։ Single port ասում են բժիշկները, կամ մեկ անցքով մուտք դեպի վիրահատվող օրգան։ Վիրաբուժական էնդոսկոպն անցնում է պորտի միջով։ Այս տեխնիկան իրականում բավականին բարդ է, սակայն մեր փորձառու թիմի համար վաղուց արդեն սովորական է։ Գրիգոր Պապոյանն ասում է, բուժառուն մեծ քաշով երիտասարդ աղջիկ է։ Որոշել է ստամոքսի մասնահատումն իրականացնել այս տեխնիկայով, որպեսզի հետո երիտասարդ աղջիկն էսթետիկ անհարմարություններ չունենա։ Ուղղակի տեսնում ենք մարդու սովորական պորտը, որի մեջից կարա դրված կոսմետիկ եւ որևէ արտաքին փոփոխություններ չկա, այսինքն շատ դժվար է տարբերել տվյալ պացիենտը վիրահատված է թե չէ։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի ընդհանուր եւ լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունքում միապորտ վիրահատություններ հաճախ են արվում։ Ապենդեկտոմիա կամ կույրաղիկ, լեղապարկ, այս մեթոդով վիրահատության մի քանի 100 պատմություններ կան։ Բժիշկները հիմա էլ շեշտադրում են բարիատրիկ միջամտությունը։ Անկախ մարմնի զանգվածից վիրահատական այս տեխնիկան կիրառելի է։